Օրերս Դուխով Նիկոլը, իրականում երկրի թիվ 1 ցռան վերգոն, մետրոյի վագոնում իր մկոնները ցույց տվեց։ Ինչ հերոսություն, մանկահասակ երեխայի աչքի առաջ մատ է թափ տալիս արցախցի կնոջ վրա ու հիստերիայի մեջ գոռում փախած եք։ Իսկական տղամարդու եւ պետական այրի կեցվածք է, չէ, որ մետրոյում կին վախեցնես։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք։ Սա արդեն քաղաքականություն չէ։ Սա փողոցային լակոտի մակարդակ է, որը պատահաբար, երևի թյուրիմացաբար, հայտնվել է երկրի վերնախավում։ Համազգային խայտառակություն։ Փախած, լուրջ, դե եկեք միասին փնտրենք իրական փախածին։ Արդյոք արցախցիներն են փախած, որոնք 9 ամիս լիակատար բլոկադայի մեջ առանց հացի ու լույսի ատամներով պահում էին մեր հայրենի հողը։ Այն արցախցիներն են փախած, որոնք տասնյակ անգամ մեծ բանակի դեմ կանգնեցին մինչև վերջին շունչը։ Թե նա, ով այդ ամենին նայում էր իր ապահով լավ պաշտպանված բունկերից։ Նա, ով Երևանի կաբինետներում ձեռքերը լված ու սեփական ժողովրդին մենակ թողեց ցեղասպանության դեմ հանդիման։ Դե հա, բունկերից գոռալը ավելի հեշտ է, քան պատասխանատվություն կրելը։ Հիշում եք սրա տրամաբանությունը։ Երբ թշնամին մեր հայրենակիցներին էր սպանում, այս թիզուկեսը կանգնել ու աշխարհին հանգստացնում էր։ Հանգիստ եղեք, վտանգ չկա, մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Փաստորեն մեր հայրենակիցներին մորթում էին, բայց դա, ըստ իրեն, լավի շրջանակներում էր։ Իսկ հիմա մետրոյում Ալիևի գծած քարտեզից հրաժարվող կնոջ մեջ վտանգ է տեսել ու հոխորտում է։ Իսկ հիմա ամենազավեշտալին։ 2024 թվականի ապրիլին Ծիծեռնակաբերդում, երբ քաղաքացիները իր այսպես կոչված տիկնոջ եւ երեխայի ներկայությամբ Նիկոլ Դավաճան վանկարկեցին, դա դարձավ տիեզերական անարդարություն, դատ ու քրեական գործ։ Այն ժամանակ կոկորդ էին պատռում, երեխաներին մի խառնեք այս հարցերին։ Բա հիմա Նիկոլ, հիմա կարելի է ուրիշի երեխայի առաջ մատ թափ տալ ու վիրավորել։ Թե քո երեխան սուրբ է, իսկ արցախցու երեխան փախած։ Սա երկակի ստանդարտ չէ, սա քառակուսի լկտիություն է։ Նիկոլ, մարդիկ հիշողություն ունեն, մենք լավ գիտենք, եւ մինչեւ վերջ կռիվ տվողին, եւ պատասխանատվությունից փախչողին ու թշնամու հետ համագործակցող Դավաճանին։ Փախածը դու ես։ Ինչքան էլ մետրոներում դուխով խաղաս, մեկ է, ճողոպրել չես կարողանալու։ Իրական արդարադատությունից փախուստ չկա, քո տեղը բանկն է, Նուբարաշենում խուցդ արդեն քեզ է սպասում, իսկ անունը պատմության մեջ մնալու է որպես համազգային ամոթի սիմվոլ։ Մեկնաբանություններում գրեք, ինչպես կանվանեիք այս երևույթին։